Եթե ԲՀԿ-ն ասում է, որ գողացել են, իսկ այո, գողացել են, արդյոք հիմա առաջին գծում ԲՀԿ-ն չպետք է լինի։ Այո, պիտի լինի, տալիս են քաղաքական գնահատական անհրաժեշտություն։ Ում է պետք այդ քաղաքական գնահատականը։ Նիկոլ Փաշինյանին ինչ է տալիս։ Ինչու ոչ հիմա։ Եթե էմոցիոնալ դաշտը հիմա է հասարակության մոտ։ Նույնիսկ ընդդիմությանը ձայն տված կոնկրետ ԲՀԿ-ին։ Ուրեմն ԲՀԿ-ի 58,000-ն էլ ընդդիմության 700 քանի հազարներ, ընդհանուր եմ ասում։ Իրանք այո փոփոխությունների մեծ ձգտում ունեն, բայց փողոց դուրս չեն գալու, մարդիկ հոգնած են։ Մարդիկ հոգնած են, որովհետև առաջնորդներն էլ են արդեն հոգնել։ 3 ուժերով 2 հատ ակցիա են կարել, եկեք մենք մեզ չխապենք, էլի։ 3 ուժերով արել են 2 ակցիա։ Լավ չէ կարել։ Մեկ ամս, ճիշտ է։ Լավ չէ կարել, որ այդքան մարդ է հավաքվել։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն է։ Բարի երեկո, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, վաղը Սահմանադրական դատարանը կհրապարակի որոշում, ըստ որի կամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կունենա հնարավորություն խորհրդարան մտնելու, այսինքն մանդատների բաշխման նոր կարգ կսահմանվի, կամ անվավեր կճանաչվեն որոշ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները կնշանակվի նոր ընտրություն, կամ կունենանք ներկայիս իրավիճակը ԲՀԿ-ն կզրկվի խորհրդարան մտնելու իր հնարավորությունից։ Հետաքրքիր է արդյոք ձեր կուսակցությունը Բարգավաճ Հայաստանը հուլիսի 4-ից հետո պլան B ունի, թե հարմարվելու եւ ընդունելու է կային իրողությունը, որը Վահագն Հովակիմյանի ղեկավարած կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ Սահմանադրական դատարանը կհրամցնեն։ 4 հնարավոր երկ ունի Սահմանադրական դատարանը, առաջինը թողում են նույնը, արձանագրությունը, երկրորդը ճանաչել անվավեր եւ նշանակել վերաքվեարկություն ամբողջ երկրով, երրորդ տարբերակը դա այն է, որ վերականգնում է Բարգավաճի մանդատները, հենց ինքն է մանդատները բաշխում, եւ մյուս տարբերակը երկրորդ փուլ նշանակելն է։ Գիտեք, քաղաքական ռեալության մեծ փորձը եւ պատմական նախադեպը Հայաստանի հնարավոր չի դարձնում անուղելի լավատեսությամբ վաղը սպասել Սահմանադրական դատարանի դրական որոշմանը։ Այո, իրավունքի եւ օրինականության բոլոր կանոնները հուշում են, որ առնվազն մանդատների բաշխման նոր կարգ պիտի հաստատի ՍԴ-ն, այսինքն վերականգնի ԲՀԿ-ի եւ այդ մեր տասնյակ հազար քաղաքացիների ոտնահարված իրավունքները։ Բայց դա տեղի չի ունենալու, ես համարյա վստահ եմ, նախ որովհետև մենք չունենք նախադեպ մեր պատմության մեջ, որ Սահմանադրական դատարանի բարձունքի վրա է գտնվել, մի անգամ նա որոշակի շեղում ստանդարտից արել Սահմանադրական դատարանը, դա 2003 թիվն էր, նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը վիճարկել էր ընտրությունների արդյունքները, ՍԴ-ն իհարկե մերժեց ընդդիմության հայցը, բայց Միջանկյալ որոշում կայացրեց 1 տարի հետո վստահության հանրաքվե անցկացնելու մասին։ Այնքան լղոզված էր այս ձևակերպումը, որ տեղի ունեցավ բախում 1 տարի հետո ընդդիմության եւ իշխանության միջեւ բավականին լայնամասշտաբ բախում փողոցում Երևանի Բաղրամյան պողոտայում, ինչի հետևանքով ես եւ մի քանի ամսով կալանավորվեցին։ Դա միակ նախադեպն է, որ ՍԴ-ն ինչ-որ ստանդարտից մի քիչ շեղվել է։ Հետևաբար ԲՀԿ-ն ունի պլան B։ Վաղը հաստատելու է այն ինչ-որ, իսկ խմբակային Վահագն Հովակիմյանն են դառնալու, իսկ Վահագն Հովակիմյանի անունը այսօր ավելի շատ ասոցացվում է անպարկեշտ արտահայտության հետ, այսինքն դառնալու է Նիկոլ Փաշինյանի հանցագործության հերթական գործիքները, մանավանդ ՍԴ կազմը միակն է էլի Երրորդ հանրապետության պատմության մեջ, որ բաղկացած է միայն Նիկոլ Փաշինյանի նշանակած մարդկանցից։ Օրինակ Սերժ Սարգսյանի օրոք դատավորներ կային եւ իր նշանակած, եւ Քոչարյանի նշանակած, եւ անգամ Տեր-Պետրոսյանի նշանակած։ Դե մենք հիշում ենք ինքը ինչ արեց Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի հետ։ Դատարանը կրտել է։ Տեսեք։ Եվ պլան B եք ասում։ Գիտեք, կոնկրետ ԲՀԿ-ի պլան B։ Սա միայն ԲՀԿ-ին չի վերաբերում, ասեմ ինչի։
Եթե հավաքական ընդդիմությունը պլան B ունենար կամ ունենայինք մենք հեղափոխական սցենար, հա, այդ հեղափոխական սցենարի գործադրումը պետք է սկսվեր արդեն 7-ի գիշերը, երբ որ Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ասուլիսով գրեթե ուզուրպացիայի հատկանիշներով յուրացրեց իշխանությունը, որտեղ գիշերը ժամը 2-ին նա չէր կարող տեղեկացված լինել իր համոզիչ հաղթանակի մասին, շատ օբյեկտիվ պատճառով, որովհետև այդ ժամին քվեաթերթիկները դեռ հաշվում էին, մասնավորապես Երևանում։ Մեդալն ունի հակառակ կողմը, որովհետև եթե կա կարծիք, եթե ընդդիմադիրները հենց հունիսի 7-ի գիշերը ժողովրդին դուրս անեին փողոց, Նիկոլ Փաշինյանը գործի կդներ տարիներ առաջ ընդունած օրենքները, երկրում կհայտարարեր արտակարգ դրություն, գուցե նաև սահմանային լարվածություն ստեղծվեր, ռազմական դրություն եւ ընտրության արդյունքները այդպես էլ կմնային։ Երբեք չպետք է նայես Նիկոլ Փաշինյանը ինչ կարող է անել։ Նկատի ունեմ ընդդիմությունը արդյոք ճիշտ չարեց, որ այդ գիշերը քաղաքացիական բախումների վտանգից խուսափեց։ Ճիշտ ու սխալի հարց չի, վստահեցնում ձեզ։ Այստեղ պետք է նայել ընդդիմության կառուցվածքը։ Այս ընդդիմությունը իր կերպով դա ոչ լավ է, ոչ վատ է, դա փաստ է։ Այս ընդդիմությունը իր կառուցվածքով, բովանդակությամբ, որ ասում եմ ընդդիմությունը առաջատար 3 ուժերին նկատի ուներ, հեղափոխական չի։ Իսկ արդյոք պետք է հեղափոխական լինել, պարոն Սուրենյան։ Պետքի չի։ Օրինակ կարող են մեր Տեր-Պետրոսյանի կամ Վազգեն Մանուկյանի պես առաջնորդ ընդդիմություն ունենալ, ի նկատի ունեմ մաքուր քաղաքական մտածողության տեր մարդիկ, էլի դրական կամ բացասական բանով չեմ ասում, գնային հեղափոխական զարգացումների, որտեղ իրենց քաղաքական պայքարի մեկնակետը եղել է փողոցը։ Բայց Վազգեն Մանուկյանը փորձ արեց առաջնորդել ընդդիմադիր շարժում, դարձյալ արդյունքը զրոյական։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, կայծակնային հեղափոխության սցենարի սկզբանե գոյություն չի ունեցել, որտեղ օբյեկտիվորեն դա չկար։ Հետևաբար 7-ի գիշերը կհանեին, 8-ի առավոտը կհանեին, կամ ինչպես մեր հասարակության մի մասն ակնկալում, որ ԲՀԿ-ն ՍԴ որոշումից հետո պետք է անի, դրանք չեն աշխատելու այդ սցենարները։ Մի քանի պատճառներ կան։ Նախ ասեցին, ընդդիմությունը ինքը հեղափոխական չի եւ գեներացիան այդպես չի տարել։ Երկրորդ, հասարակությունը իրոք երկփեղկված է։ Հասարակության մի մասը դժգոհ է, մյուս մասը կայունության ձգտում ունի, եթե նույնիսկ գոհ չի ընտրությունների այսօրվա արդյունքներից։ Իսկ այնպես չի, որ փողոցը հանրային համերաշխության բան է, այտենց դրսևորում է։ Բայց այս պահին խորհրդարանական ընտրությունները ունեն սպეციფիկա։ Մեր հայրենակիցների մեծ մասը դա մոռացել է։ Հայաստանում տրադիցիոն հետընտրական զարգացումներ եղել են նախագահական ընտրություններից հետո։ Նախկինում էր խորհրդարանական ընտրություններից հետո փողոցներ չեն լցվել։ Այո, բայց պարոն Սուրենյան, ԲՀԿ-ի ձայներն են գողացվել 58000 կամ 60000 տարբեր հաշվարկների 58000 մարդ քվե է տվել ԲՀԿ-ին, ձեր ձայները գողացել են։ Դրական դատարանի անարդար վճռից հետո պիտի ժամեր հետո Առաջամարտիկը չպետք է լինի ԲՀԿ։ Այո, հիմա տեսեք, նույն ձևի ընդդիմության ձայներն են գողացել ամսի 7-ին։ Կամ այլ խնդիրներ են եղել, կոպիտ խախտումներ, հա։ Ասում եմ, այսօրվա Հայաստանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հեղափոխական սցենար չի աշխատել։ Այսինքն ստացվում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թույլ է տալու, որ Նիկոլ Փաշինյանը քվեները գողանա։ Միակ տարբերակը ասիմետրիկ կարող է լինել պատասխանի, ԲՀԿ-ն, գուցե նաեւ քաղաքական այլ ուժեր պետք է կարողանան կենսունակ քաղաքական համակարգեր ձևավորել եւ տարի-տարուկեսվա ընթացքում սպասարկել իշխանափոխության օրակարգը։ Ինչ է նշանակում կենսունակ համակարգ։ Հիմա անկեղծ լինենք, մենք տեսեք նախընտրական արշավում անկախ դրա արդյունավետությունից ընդդիմադիր ուժերը ինչ-որ ֆորմատներ արդյունակենսունակ, կիսակենսունակ կարողացան ձևավորել, հա։ Ամենայն դեպս մի քանի ուժ բավականին ակտիվ քարոզարշավ էր տանում։ Բայց դրանք քաղաքական համակարգեր չեն, դրանք նախընտրական կարճաժամկետ պլատֆորմներն են, որոնք այդ 40 օրվա ընթացքում սպասարկեցին որոշակի։ Եթե կարողանային ձևավորել, միջև ընտրությունները կձևավորեին։ Ընտրություններով կյանքը վերջանում, հա։
Իսկ եթե հաշտվում ենք այն իրականության հետ, որ Նիկոլ Փաշինյանը երկար մնա իշխանության, կարող են գնալ զբաղվել այգեգործությամբ կամ այլ գործով որևէ։ Հիմա նույն հարցը, նույն ձևակերպումները ձեզ են մարդիկ անում, ասում են, եթե ԲՀԿ-ն ասում է, որ գողացել են, իսկ այո, գողացել են։ Արդյոք հիմա առաջին գծում ԲՀԿ-ն չպետք է լինի։ Այո, պիտի լինի։ Լսեք, փողոցում ոչ մեկ առաջի գծում չի հաջողելու։ Գնալ արկածախնդրության, ասենք մի քանի մարդ էլ ձերբակալվեն։ Մենք արեցինք, չէ՞ ակցիաներ, մի քանի ուժերով։ Բա լռել նստել տանը, պան Սուրենյան։ Չենք լռում, տալիս են քաղաքական գնահատական անհրաժեշտություն։ Ում է պետք այդ քաղաքական գնահատականը։ Նիկոլ Փաշինյանին ինչ է տալիս։ Ստեղծել ինստիտուտներ փողոց նախապատրաստելու համար, սպոնտան դա չի ստացվում։ Այսինքն էլի փողոց։ Այո, բայց ոչ հիմա։ Բա ինչու ոչ հիմա։ Եթե էմոցիոնալ դաշտը հիմա է հասարակության մոտ։ Էմոցիոնալ դաշտ չկա, եկեք մենք մեզ չխաբենք։ Էմոցիոնալ դաշտ ոչ մեկ, չէ, դա նույնիսկ ընդդիմությանը ձայն տված կոնկրետ ԲՀԿ-ին։ Ուրեմն ԲՀԿ-ի 58,000-ն էլ ընդդիմության 700 քանի հազարներ, ընդհանուր եմ ասում։ Իրանք այո փոփոխությունների մեծ ձգտում ունեն, բայց փողոց դուրս չեն գալու, մարդիկ հոգնած են։ Ասում են մենք մեր ֆունկցիան առաքելությունը կատարել ենք։ Հոգնած են, մարդիկ հոգնած են, որովհետև առաջնորդներն են արդեն հոգնել։ Ես չգիտեմ, առաջնորդները թվում ես, գուցե բավարար կրեատիվություն չենք ցուցաբերել, որ մարդկանց ավելի մեծ մոտիվացիա տայինք։ Այդ ձեր ասած խանդավառ հազարները լսվեին փողոցներով։ Դուք ընդունում եք պան Սուրենյան։ 3 ուժերով 2 հատ ակցիա ենք արել, եկեք մենք մեզ չխաբենք, էլի։ 3 ուժերով արել ենք 2 ակցիա։ Լավ չէ կարել։ Մեկ ամս ճիշտ է։ Լավ չէ կարել, որ այդքան մարդ է հավաքվել, պան Վերջի պահին սխալ չենք արել։ Մենք ասում եմ, այո, դուք գլխից նոր շատ ճիշտ հարց տվեցիք։ Նախընտրական փուլում չենք կարողացել այնպիսի կենսունակ համակարգ ստեղծենք, որը կկարողանա անմիջապես այդ ընտրական process սպասարկի։ Այո, չենք արել։ Հիմա եթե գիտեք կարծում եք մյուս ընդդիմադիրների պես հիմա պիտի կռուցի տանեմ, ասեմ լրիվ հրեշնիկոլներ մեղավոր, մենք ամեն ինչ անթեր ենք արել, Միքայել Սրբազանին նշեմ, բա որ այդքան ամեն ինչ լավ ենք արել, վանկի ավերով է գերե կամ գողացել։ Իհարկե լավ չենք արել։ Բայց փաստորեն ստացվում է ընդդիմությունը իր ընդդիմադիր տարիների պայքարում դասեր չի քաղում իր սխալներից, որքան կարող են ընդդիմադիր գործիչները պայքարել, արդյունք չստանան, ասեն ընդունում ենք, լավ չենք արել։ Ռեգրես ունենք, հարգելի աղավնի։ Ոչ միայն կարող դասեր չենք քաղել, կարող նույնիսկ ռեգրես ունենք։ Էդ էլ կա, մի քիչ մեղմ եք ասում։ Որովհետև օրինակ 2000-ականների դիմության հետ այս ընդդիմությունը ցավոք սրտի չեք կարող համեմատել։ 2000-ականների շատ ավելի բան ընդդիմություն ունենք, ագրեսիվ, հա, որը փողոցում ամիսներով կռիվ էր տալի, հիշում եք, հաստատ կհիշեք։ Ձերբակալվում են, չէին ընկրկում, ձերբակալվում են, չէին ընկրկում։ Մեր ժողովուրդը մարտի մեկեր էլ է տեսել, բայց որպեսզի մի քիչ լրջացնենք, բան եւ անենք, հիմա օբյեկտիվ պատճառներով հարգելի աղավնի։ Բայց ձեզ քվետված մարդուն է ձեր բերած օբյեկտիվ պատճառները հետաքրքիր չեն։ Մարդիկ ասում են գնացել ենք ԲՀԿ-ին ենք ընտրել, որ պայքարի մեր քվեի համար, ուր է ԲՀԿ-ն։ Ընտրատիմը ասենք, հա, լուրջ ռեբրենդինգի, լուրջ ինստիտուցիոնալ վերափոխում փոխումների կարիք ունի։ Այս վիճակում որևէ քաղաքական միավոր այդ թվում ԲՀԿ-ն արագ հեղափոխական սցենար իրականացնել չի կարող։ Մենք պիտի կարողանանք ճիշտ գեներացիայով ապահովենք փողոց։ Դա կլինի իմ կարծիքով 1-ից 1.5 տարվա ընթացքում են փոփոխություններ լինելու, հակառակ պարագայում մարգինալիզացվելու են այն ուժերը, որ չհաշվարկված փողոց դուրս գան, բոլորին է վերաբերում։ ԲՀԿ-ն կլինի դիմադիր այլ ուժեր։ Օբյեկտիվ իրականությունը սա է։ Թեստային տարի, գիտեք, այդ մենք նաև կարողացանք կյանքում չէ կիրառենք, փորձենք ստուգենք ԿՀ-ի եւ ՍԴ-ի դիմաց կազմակերպեցինք համատեղ ակցիաներ։ Թեստեր դա։ Դե իհարկե, մասնագետի աչքի համար, այո։ Չնայած ես ի սկզբանե գիտեի դա։ Այդ դեպքում, այսինքն, երբ իշխանությունն ասում է նման որակի ընդդիմությունը մեզ համար հրաշք է, ճիշտ է ասում։ Այս որակի իշխանությունը ողբերգություն է։ Իրանք թող իրենց որակի մասին խոսեն, ամենայն դեպս բարոյական առումով խոցելի չի ընդդիմությունը, ի տարբերություն իրենց հակապետական որակի։ Հա, թերություններ բազմաթիվ ունենք։ Եթե թերությունները չքննարկենք, չգնահատենք, գուցե մեզ ավելի խիստ գնահատական իրավունք ունենան մարդիկ տալու, բայց հիմա
առայժմ այդ փուլը չի։ Պարոն Սուրենյանց, եթե Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյան լիներ ընդդիմադիրների շարքերում, մենք այս իրավիճակը կունենայինք։ Լավ հարց տվեցիք։ Եթե քաղաքական կամիկաձե լինեին ընդդիմության առաջին շերտերում, հաստատ Նիկոլ Փաշինյանը հիմա Նայիրի Յունանյանի կողքին կլիներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի հետ կապված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Ադրբեջանից 3 եկավ Հայաստան, հայտարարեց, որ քննարկում են, դա քննարկման մակարդակում է դեռ, Հայաստան Եվրամիություն առանց մաքսային վճարների առևտուր անելու հնարավորությունը։ Եվրահանձնաժողովի նախագահն ասաց, որ 54 միլիոն եվրո Հայաստանին փող կտանք, 34-ը թե 38 միլիոն արդեն փոխանցել ենք, մնացյալը կփոխանցենք ամիսների ընթացքում եւ հայ տնտեսվարողի համար կբացենք Եվրամիության 450 միլիոնանոց շուկան եւ ողջունեց Նիկոլ Փաշինյանին, շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին նրա ժողովրդավարության համար։ Երբ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայից ունի նման որակի աջակցություն, արդյոք դա իրատեսական է դարձնում ընդդիմության պնդումը, որ 1-1.5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին կկարողանաք տուն ճանապարհել։ Այո, այդ Եվրամիության աջակցությունը շատ մի գերագնահատեք, բայց այս բանը շատ կարևոր է դա Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանի պարագայում ցավոք սրտի արևմուտքի համապարփակ աջակցության մասին հետ գործում ենք, որտեղ Միացյալ Նահանգներն էլ շատ բացահայտորեն իրեն աջակցում են։ Տեսեք, այդ տիկնոջ այցի հետ կապված այդ խումբը Հայաստան էր այցելել նաև մայիսի սկզբին եւ դա տրիգեր դարձավ, որպեսզի այդ բոլոր այլանդակություններին գնա Նիկոլ Փաշինյանը, դեռ ժողովրդավարության անունից կանաչ լույս են վառում ավտորիտար ամենա հանդուգն քայլերի համար, հա։ Բայց բացարձակ պատահական չեմ համարում, որ նա հերթական կարտ բլանշը Նիկոլ Փաշինյանին տվեց այդ ՍԴ սպասվելիք որոշումից հետո, այդ լույսի ներքո հատկապես ՍԴ-ի վաղ որոշումից սպասելիք չունեն, որովհետև գնահատողները, իսկ ավանդաբար ընտրությունների որակը գնահատել են արևմտյան կառույցները, ասում են մարդել ուտես քեզ ժողովրդավար ենք համարում, եթե այդ զոհդ ռուսա մետի պիտակ ունենա։ Շատ ակնհայտորեն գնալու է կարբոնանշը ստացել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա գամ տնտեսական բաներին, ինչ որ այդ կինը երեք հնչեցնում էր Երևանում, այլ բան քան հայ ժողովրդի ինտելեկտի բռնաբարություն դժվար է անվանել է, որովհետև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը մոտավորապես 4-5 միլիարդ դոլարի վնաս է հասցնելու Հայաստանին։ Սա ես չեմ հաշվել, ուղղակի ապավինում եմ պրոֆեսիոնալ տնտեսագետների հաշվարկներին, որոնց ես հարգում եմ եւ որոնց գնահատականները լսում եմ։ Ինչ-որ մի քանի տասնյակ միլիոն եվրոյով այդ խնդիրը չի լուծվելու։ Առավել եւս Ford-line չէ, ինքն էլ շատ լավ գիտի, որ Եվրամիությունում որոշումները կայացվում են կոնսենսուսով ու դեռ փաշ չի, որ ինչ-որ արտոնությունների շուրջ որտի տա։ Ընդհանրապես քննարկման մակարդակում է դա։ Հիշում եք, ինչ-որ մի հատ սիմվոլիկ հարց կար, որտեղ սիմվոլիկներ գումարտի Հայաստանին հատկացնեին, հունգարյան ամիսներով վետո էր։ Այո։ Հիմա երկրներ կգտնվեն, դուք մի մոռացեք, որ Եվրամիության 6-ից 7 երկիր էներգետիկ հարցով շատ կարևոր գործընկերներ են Ադրբեջանի համար, իսկ նրանցից մեկի վետոն ստանալը Բաքվի համար առանձնապես մի մեծ խնդիր չի, եթե նման ցանկություն դրի։ Այսինքն սա ընդհանրապես քաղաքական աջակցություններ տնտեսականի մասին մոռանալ։ Դատարկ հայտարարություններ, կիրառական իմաստով, ավելի շուտ այո, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քաղաքական աջակցություններ, որտեղ դուք տնտեսական թեմատիկայով բազմաթիվ հաղորդումներ եք արել ու պիտի վստահ եմ ինձանից լավ գիտեք, որ եթե նույնիսկ այդ արտոնյալ առևտրային պայմաններ են քո համար ստեղծում, ինչը խոստանում էր Եվրահանձնաժողովի նախագահը, քո տնտեսության կառուցվածքը եւ ներդրումային պոտենցիալը դրան պատրաստ չեն։ Գիտեք, չէ՞ ինչ վեճ կա օրինակ Լեհաստանի, Ուկրաինայի, Հունգարիայի, Ուկրաինայի միջև, դեռ մի պահ որոշել էին ուկրաինական գյուղատնտեսական մթերքների համար արտոնյալ պայմաններ ստեղծել։ Եվ Լեհաստանում սկսվեցին բողոքի ակցիաներ։ Եվ հիշում եք ինչ է տեղի ունեցել, այն էլ Ուկրաինայի պարագայում։
որը ըստ էության ստրատեգիկ առումով անգամներով ավելի կարևոր երկիր է Եվրամիության համար։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանին Եվրամիության աջակցությունը ինչ հետևանք է թողնելու մեր պետականության վրա, որովհետև մենք հիմա գիտենք, որ Ռուսաստան ԵԱՏՄ Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ մեր գյուղմթերք ամբողջությամբ արգելված է դեպի այդ երկրներ։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին, չգիտեն գուցե սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը կամ այլ պատճառ կա, եւ հարաբերությունների նման ֆոնի վրա տեսնում ենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին այցը որպես կոզեր Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ռուսներից ինչ-որ բան կպցրեց իմ տպավորությամբ, նա չի կարողանում հանդիպի Պուտինի հետ։ Ոչ թե այդ այցը տեղի չի ունենում, չի կարողանում այդ ընդունելությանը արժանանալ։ Անդուր ջանքեր է գործադրում, որոշակի տեղեկությունների ես ունեմ ու չի կարողանում ստանալ այդ համաձայնությունը, բայց մի հատ միջանկյալ համաձայնություն փոկել ենք, ամսի երկուշաբթի օրը մեկնում է ինչ-որ արդյունաբերական ցուցահանդեսի Ռուսաստան, որի ներկայ ալնելու նաև Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության վարչապետը, այսինքն նա դերևս Միշուստինից բարձր չի կարող բարձրանալ, սա նախադեպ երևույթ է, որ Ռուսաստանը չի ճանաչում առայժմ ընտրությունների արդյունքները, գուցե չճանաչի էլ։ Ինչ է դա տալու Փաշինյանին, եթե չճանաչի։ Այս խնդիրների շարունակումը ճգնաժամի։ Պարզա չէ, որ ընտրությունները չեն խնդիրը։ Խնդիրը ստրատեգիական կուրսի փոփոխությունն է։ Իսկ իրենք ընտրությունների արդյունքները հենց այդպես են համարել ռուսները, որ Հայաստանը անշեղորեն գնալու է այդ ստրատեգիական կուրսի փոփոխությանը եւ ընտրությունների քարոզարշավի կեսից, երբ որ ռուսները բարձրացրել սանկցիաները սկսեցին կիրառել, հիմա հաստատուն տպավորություն ձևավորվեց, որ Մոսկվայում արագ իշխանափոխության սցենարին այլևս չեն հավատում։ Հայաստանում արագ։ Այո։ Եվ նրանք որոշեցին խաղադրույքները բարձրացնել տնտեսական սանկցիաներ կիրառելով, որպեսզի հետո գորգի վրա տանեն Նիկոլ Փաշինյանին նրան ավելի բարձր գին պարտադրելով։ Ինչ-որ բան զիջելու դիմաց, էլի կամ սանկցիաները չհարկելու դիմաց, հիմա հենց այդ սցենարին են ականատես լինում։ Նիկոլ Փաշինյանը անշուշտ ռուսներին ինչ-որ գին կվճարի բոլորիս հաշվին, իսկ մեր երկրի, մեր ժողովրդի հաշվին։ Ավելի կախյալ կդառնանք Ռուսաստանից Նիկոլ Փաշինյանի քայլերի արդյունքում, դրա համար եմ ասում, տուրբուլենտությունը շարունակվելու է։ Մի կողմից ինքը արևմուտքում ունի պարտավորություններ, մյուս կողմում ինքը Սա հենց էլ երկու կողմի հետ խաղալու քաղաքականությունը չի, որը տանում է տարիներ շարունակ։ Հիմա չի կարող այլևս անել, որովհետև Մոսկվան դա հանդուրժում էր օրինակի համար խորհրդանշական, իջև մի խորհրդանշական օր 2026 թվականի ապրիլի 1-ը։ Եվ որ Պուտինի շուրթերից հնչում է, որ այլևս չեն հանդուրժելու։ Երբ ասում է հանրակրվե արեք։ Այո, այդ օրը հանրակրվեից ինքը չէր ասում, 2026-ի այս տարվա ապրիլի 1-ին, երբ որ նա ընդունել էր Նիկոլ Փաշինյանին, հիշում եք։ Այո, բաց խոսակցությունը։ Որ իմաստը այն էր, որ երկու բան այլևս Հայաստանին թույլ չեն տալու։ Երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը, այո, հետո դա դառավ ձեր ասած հանրակրվեի պահանջը։ Եվ երկրորդը, որ այլևս թույլ չեն տալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր ձախոր քաղաքականության պատասխանատվությունը դնի Ռուսաստանի գրպանում կամ տեղավորի։ Դրա համար Պուտինը օրինակ հայ ժողովրդի համար էր խոսում եւ հետևանքներն էր նկարագրում, ինչա լինելու, եթե այս կուրսը շարունակվի։ Հիմա իրանք ընտրարշավի կեսից հասկացան, որ արագ փոփոխություններ Հայաստանում չի լինելու, դա էլ մեր համար նպաստավոր գնահատական չի, բայց այնուամենայնիվ, եթե իրենք վստահ լինեին, որ 15 օր հետո ընդդիմությունը անպայման հաղթելու է, այդ սանկցիաների անհրաժեշտությունը չէր լինի։ Բայց նրանք գնացին սանկցիաներին, Նիկոլ Փաշինյանը հետևաբար ինչ-որ գին վճարելու է ռուսներին, բայց ինքը էլ չի կարողանալու երկու աթոռի վրա նստելու մարտավարությունը շարունակի, ինչը տարի կեսվա ընթացքում, նոր քիչ առաջ ես ձեր ժամկետ էի ասում, ես նաև դա նկատի ունեի, տարի կեսվա ընթացքում քաղաքական ճողված կա ստանալու Նիկոլ Փաշինյանը, հիմա դրա համար եմ կարևորում, որ ընդդիմությունը պատրաստ լինի այդ պատասխանատու զարգացումը։ Երբ ասում եք պատրաստ լինի, նշանակում է
ինչ լինի։ Գիտեք, տարբեր սցենարներ կարող են լինել, ակտիվ փողոց, Փողոցին պատրաստ լինի, խորհրդարանում կռիվ տալուն պատրաստ լինի։ Երկուսն էլ իսկ ով ասում այդ բաները, ես միշտ ձեր տաղավարներում, միշտ ձեզ տված հարցազրույցներում երբեք տարբեր սցենարներ իրար չեմ հակադրել։ Բոլորը համադրել եմ, ասել եմ impeachment-ին էլ եմ կողմ, ընտրություններին էլ եմ կողմ, հիմա էլ նոր իրավիճակ է, ես ասեմ։ Անկախ դրանից ՀԿ մանդատ կունենա թե չէ կամ ես, որտեղ իմ սուբյեկտիվ հարցն է, չէ, 99% հավանականությամբ չենք ունենալու բնականաբար։ Ես ասում եմ մեր ընդդիմադիր գործիչներին սխալ է հակել մանդատներ չվերցնելու։ Դա ճիշտ ճանապարհ չի։ Նրանք չպետք է հրաժարվեն մանդատներից, որովհետև եթե դու ակտիվ փողոցի սցենար չունես, մանդատ չվերցնելը բերելու է չհաշվարկված փողոցային պայքարի եւ մարգինալացման։ Երկու օրինակ եմ բերում, երկուսը կբերեմ մեր հարևան Վրաստանից։ 2004 թվականին Միխայել Սաակաշվիլին շատ հստակ պատկերացում ուներ, որ օրերի ընթացքում կարող է հեղափոխություն անել, հրաժարվեց կերծված ընտրություններից հետո մանդատներից, որտեղ միջև կհասցներ ամփոփել արդյունքները, ինքը արդեն հեղափոխություն արեց։ 2025 թվին դարձյալ մեր շատ սիրելի բարեկամ Վրաստանի էլի նույն ուժին պատկանող ընդդիմությունը, բայց այս անգամ առանց Սաակաշվիլու, ուրեմն սխալ հաշվարկ կատարեց, հրաժարվեց մանդատներից, փողոցի պայքարի հստակ պլան չուներ, հիմա ով է հիշում այդ մարդկանց։ Ոչ ոք։ Բայց միևնույն ժամանակ պարոն Սուրենյանց հայ ժողովուրդը տեսել է խորհրդարանում 5 տարի ընդդիմադիր երկու խմբակցության անպտուղ աշխատանք։ Այո, բայց այդ չի նշանակում, որ եթե մեկը ոչ ստատ վիճակում կամուրջի չի կարող անցնել, խնդիրը կամուրջի մեջ է։ Ճիշտ եք դուք։ Հիմա ընդդիմությունը մյուս կողմից, եթե գնում է մանդատներ վերցնելու, կոմֆորտ զոնայում գտնվելու ուղղությամբ որևէ քայլ չպետք է։ Օրինակ չպետք է մասնակցի ազգային ժողովի պաշտոնների բաժանման այդ գործընթացին։ Օրինակ պիտի միայն այն ներկայացական ինստիտուտներում պատվիրակություն ուղարկի, ԵԽԽՎ եւ այլն, որտեղ ամբիոնից ելույթ ունենալու բան կա, էլի հնարավորություն։ Ընդդիմությունը մաքուր քաղաքական գեներացիա պիտի ազգային ժողովում ապահովի, դրանով փողոց հասունացնելու կամ արտախորհրդանական պայքարին օժանդակելու համար, բայց ենթադրենք չգնացին խորհրդարան, ես տես բազմաթիվ նամակներ եմ օրեկան ստանում, մի գնացեք եւ այլն, մարդիկ հույզերի էմոցիաների տակ շարքային մարդիկ, իրավունք ունեն նրան դիրքորոշում ունենալ, քաղաքական առաջնորդները նրա համար են, որ այդ էմոցիաները զսպեն, որտեղ ի վերջո քաղաքականությունը հաշվարկ է, իսկ ինչ ես անելու դրսում։ Եթե չկա մանդատը խորհրդարանում ամենաբարձրը այն մարդիկ, որոնք շատ բարձր խոսում են մանդատ չվերցնելու անհրաժեշտության մասին, որևէ ակցիայի չեն մասնակցում։ Ես վստահ հավատացնում եմ։ Իրանք ուզում են ոնց որ արևմտյան կենտրոնները միջև վերջին ուկրաինացին ուզում են պայքարեն ռուսների դեմ, մեր որոշ հայրենակիցներ միջև վերջին ընդդիմադիր առաջնորդ ուզում են պայքարեն իշխանության դեմ։ Բայց իրենք մնան տանը նստած։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ զրուցակիցս Սուրեն Սուրենյանցն էր, կհանդիպենք երկուշաբթի։